Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կայացած նիստի օրակարգում Գյումրու ավականու կոմունիստական խմբակցության երկու անդամների Գևորգ Ղուկասյանի եւ Սեդրակ Սահակյանի մանդատներից հրաժարվելու հարցներ։ Ուղարկել են մեզ երկու արձանագրություն, մեկը ամսի 28-ին, մեկը ամսի 31-ին հոկտեմբերի։ Ժամկետը 7 օր է, մենք այդ 7 օրվա մեջ առաջի դիմումից 7 օր է, երկրորդ դիմում 4 օր է։ 4 կամ 5 է։ Այդպես 31-ին, 4 օր։ Դրա համար մենք մի նիստով երկու հաջորդ տեխնազուներին տվեցինք մանդատ։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Գևորգ Ղուկասյանն ու Սեդրակ Սահակյանը մանդատները վայր են դրել կալանավայրից օրենքով սահմանված կարգով։ Համայնքի ղեկավարը արժանահավատ է գնահատել դիմումները, որովհետև դիմումը ներկայացվել է իրավաբանի միջոցով ու արձանագրությունը կազմվել է, ուղարկվել է մեզ։ Ավականու նախկին անդամների փոխարեն մանդատները հանձնվել են կուսակցության ցուցակի հաջորդ տեխնացուներին Սամսոն Էլբակյանին եւ Տիգրան Ավագյանին։ Նշենք, որ Տիգրան Ավագյանը, որին մանդատ է տրվել, ներկայումս եւս կալանքի տակ է գտնվում, սակայն դատարանի կողմից անգործունակ չի ճանաչվել, ինչն էլ թույլ է տալիս տրամադրել մանդատը որպես հերթականությամբ եկող հաջորդ տեխնացուի։ Քանի որ դեռ դատարանի վճիռ չկա, մանդատը տրամադրվում է Տիգրան Ավագյանին։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի խոսքով մանդատ ստացած անձանց ներկայությունը նիստին պարտադիր չէ։ Հանձնաժողովը փաստ է արձանագրում է եւ հետագայում մանդատների թղթային տարբերակները հանձնվում են նրանց համապատասխան կնիքով եւ ստորագրությամբ։ Հավելենք, որ նիստին ներկա չի եղել կոմունիստական կուսակցությունից եւ ոչ մեկը։ Տեխնազուները, որոնք որ մանդատ են ստանում, իրենց ներկայությունը պարտադիր չի։ Այսօր իրենք ներկա չեն 5 օր առաջ այս նիստի մասին տեղադրված է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, այնպես որ բոլորը տեղյակ են եղել, որ այսօր նիստ է լինելու։ Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո համայնքի ղեկավարի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը, ում արձանագրություններով էլ ընդունվել են մանդատից հրաժարվելու դիմումները։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար միակ փաստաթուղթը օրինական ուժ ունեցող դա արձանագրությունն է համայնքի ղեկավարի կողմից կամ պաշտոնակատարի կողմից ընդունված այդ արձանագրությունն է, որ ինքը արձանագրում է, որ տվյալ անձը մանդատից հրաժարվել է։ Կոմունիստական կուսակցության նախընտրական ցուցակը 33 հոգուց է բաղկացած ավականու կազմում խմբակցությունը 8 մանդատ ունի։ Կանխատեսվում է, որ կալանավայրից նոր մանդատ ստացած Տիգրան Ավագյանը եւս հրաժարականի դիմում կներկայացնի։ Ներկայում ստեղծված իրավիճակից ենթադրելի է, որ առաջիկա ավականու նիստին քվորումի խնդիր չի լինի։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը պլանավորում ենք ներդնել 2026 թվականի հունվարից։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ աշխատանքային քննարկում է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մենք քննարկումների ժամանակ ճիշտ անդադ ասում ենք եւ հանձնարարություններ էլ ձևակերպում ենք, բայց ես նկատում եմ, որ դեռ շարունակվում է խոսույթի մեջ օգտագործել համապարփակ արտահայտությունը։ Մեր առողջապահության ապահովագրության համակարգը համապարփակ չի, ինչու, որովհետև ոչ բոլոր ծառայություններն է ծածկում, այսինքն լինելու են ծառայություններ, որոնք համակարգը չի ծածկելու կամ չի մատուցելու, եւ դրա համար մենք քաղաքականապես եւ որպես բովանդակությանը համապատասխան լինի, ավելի ճիշտ համարեցինք, որ լինի ընդհանուր, այսինքն որովհետև առողջապահությունը վերաբերվելու է ի վերջո բոլորին, բայց ոչ ամեն ինչին։ Չնայած ես ճիշտ եմ չհասկանում, որ աշխարհում չկա այդպիսի առողջապահության համակարգ, որը նույնիսկ եթե նա համապարփակ դրածել են ամեն ինչ ծածկի, թե կա։ Մանավանդ բազային փաթեթները եւ դրան հավելյալ ապահովագրական փաթեթները միշտ սահմաններ են ունենում եւ օրինակ ատամնաբուժական ծառայությունները մեծամասամբ չեն մտնում ապահովագրական փաթեթների մեջ ընդհանրապես ոչ պետական ոչ էլ մասնավոր փաթեթների մեջ տեսականորեն կարող են լինել փաթեթներ այո կարող են լինել բայց ընդհանուր որ աշխարհի փորձը նայում ենք ինչպես ասում եք ապահովագրական փաթեթ
գործիքները որոշակի սահմաններ են ունենում եւ մենք էլ մեզ համար դրել էինք շատ կարեւոր նշաձող, որ առանձնացնենք հենց այն առաջնային կարեւոր ծառայությունները։ Միջարոց կներեք, դա մեր վիճակագրությունների հիման վրա է, որ մենք վերցրել ենք մեր վիճակագրությունը ամենաշատ դիմելիություն ունեցող ծառայություններից ենք ընտրել։ Այո, պարոն վարչապետ, մենք վերլուծել ենք Հայաստանում հիվանդացությունը, մարդիկ ինչից են ամենաշատը հիվանդանում, ինչից են հաշմանդամություն ձեռք բերում եւ մահացությունը ինչի հետ է կապված։ Այս հիվանդությունների շարքը առանձնացրել ենք եւ այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացրել ենք ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք նախ կյանք փրկող են, մեզ զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են, որ վաղ հայտնաբերենք, այսինքն մենք առաջին անգամ շեշտադրումը արդեն տանում ենք կանխարգելման, վաղ հայտնաբերման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։ Եվ հաջորդիվ արդեն, ինչպես ասեցի, նաև նայել ենք, թե Հայաստանում արկա ծառայությունների ինչ շրջանակ ունենք, սարքավորումների, բուժանձնած կազմի առումով, եւ այս մեթոդաբանությամբ ձևավորել ենք հենց ապահովագրական փաթեթը։ Հիմա կներեք շահառուների խմբերին անդրադառնանք, որովհետեւ մենք ի սկզբանե ունենալու ենք շահառուների խմբեր, որոնց փաթեթների գինը վճարվելու է ուղիղ պետական բյուջեից եւ լինելու են շահառուներ, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենք։ Նախ այդ սկզբունքն էլ ֆիքսենք, որ բոլորի համար փաթեթի արժեքը նույնն է, այսինքն փաթեթի արժեքը եւ բոլոր փաթեթը քաղաքացիները եւ բոլոր քաղաքացիների համար եւ փաթեթը եւ փաթեթի գինը նույնն է լինելու, արդեն տարբերություն լինելու է, թե ում համար ով է վճարում եւ ինչ չափով։ Այո։ Հիմա նաեւ հետեւյալը արձանագրենք, որ փաստորեն հունվարի 1-ից շահառուներ, որոնց համար ուղիղ պետական բյուջեից վճարվելու է, մինչեւ 18 տարեկանները, ճիշտ է։ 65 տարեկանից ավել 65 տարեկան եւ ավելներ, այսինքն լրացած անձը, 65 տարին լրացած անձը եւ ավել տարիք ունեցողները հաշմանդամության խմբերի հետ կապված եւ սոցիալական էլ ինչ շերտեր ունենք, որպեսզի 18-ից 65-ի մեջ ընկած տարիքային խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն։ Այո, մենք երրորդ կարգներ ենք ներառել եւ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը, ծանր, խորը եւ միջին գնահատման համակարգերը։ Սոցիալական անապահովության գնահատման համակարգով 28 բալից ավել ունեցող քաղաքացիները եւս այս 26 թվականի մեջ բոլոր անդամներ, երեխաները դեռ արդեն 65-ից ավել է արդեն, եթե ասենք հաշմանդամություն ունեցող անձ կա արդեն, այսինքն ստացվում է, որ այդ համակարգը մեծ հավանականությամբ արդեն ուրիշ հոդվածներով արդեն ներառվում է։ Եվ մենք հենց դրա համար էլ ամենագլխավոր բազային ֆիլտրը վերցրել ենք տարիքը, որպեսզի նախ շատ պարզ լինի, որ խմբերն են, եւ այսպես ինչպես ասեցիք, մինչեւ 18 տարեկանը արդեն անկախ իր թե սոցիալական վիճակից, թե կարգավիճակից, հաշմանդամություն ունենալ չունենալուց, արդեն մեր համակարգի մաս է կազմելու։ Նույնը իսկ կներեք, եթե մարդը ինքը բան ունի, ճիշտ է, մեզ լսում է, ինքը համարում է, որ տեսնում է, որ ինքը այդ շահառուների խմբերի մեջ ընդգրկված է, ինչ որ համակարգ լինելու է, որտեղ եթե նման հարցակի մարդ ստուգի ինքը շահառու է, թե շահառու չի։ Անպայման մենք ստուգելու ենք մեր պետական համակարգերի փոխգործելիության շրջանակներում, նախ ԲՊՌ-ից անձի քաղաքացիությամբ եւ նույնը սոցիալնախարարության հետ համակարգերի փոխգործելիությամբ մենք այսպես ֆիլտրերը դնելու ենք եւ անձին հայտնելու ենք, որ դու մեր պոտենցիալ շահառուն ես։ Ուղարկելու ենք մենք ենք հայտնել, անպայման մենք այդ գործը ինքնուրույն ենք անելու։ Մենք պարոն վարչապետ ունենք մեր Արմետ համակարգը թվային, որը հավելվածի տեսքով էլ այսօր գործում է։ Մենք հեռախոսների մեջ ներբեռնված 700,000-ից ավել թիվ ունենք, որ գործում է հեռախոսների մեջ ներբեռնված հավելվածներ կան։ Բայց մենք հասկանում ենք մեծ տարիքի անձանց համար դժվար կլինի հավելվածից օգտվել, այստեղ մեր առաջնային օղակի
պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները, որտեղ կցված են մեր քաղաքացիները, իրենց կտեղեկացնեն այս ձևաչափով։ Մենք չենք տրվում պրովոկացիոն խոսույթներին, գնում ենք խաղաղության ճանապարհով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսպես է պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցին։ Հնչեցվել է այս հարցը նաև հրապարակավ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, եւ մեր պատասխանը շատ միանշանակ է։ Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ես նշեցի արդեն, խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենակամեական հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերված են, հրապարակված է, ստորագրված է, բայց կան հարցեր նաեւ, որ երկու երկրները չեն համաձայնվում, հա։ Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է։ Մենք չունենք անգամ համաձայնությունների մասին, որ Հայաստանի սահմանադրությունը կամ Ադրբեջանի սահմանադրությունը, որը ըստ մեզ ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է եւ հետեւաբար մենք եւ Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները եւ կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային։ Չկա այդպիսի բան։ Արձանագրել ենք, որ մենք այստեղ չունենք համաձայնություն։ Շատ լավ, ինչ անել ունեմ սրա հետ։ Ադրբեջանը ասում է, որ լավ, չեք կիսում այս մեր մոտեցումը, չեք համաձայն։ Շատ լավ, մենք էլ մեր կողմից չենք ստորագրում օրինակ բանը, կամ առաջ չենք գնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով, հա, չէ՞ ավարտի չենք բերում այդ գործընթացը։ Դե մենք էլ ասում ենք իզուր եք այդպես անում, դա չարժի, եթե շատ երկար պատմությունը համառոտ ասեն, բայց դե նայել իրենց դիրքորոշումն։ Հիմա ուրեմն այս կտորով համաձայնություն չկա։ Բայց այդ նույն խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը տեղի ունեցավ Վաշինգտոնյան սամիթի լիդերների հանդիպման եւ իրենց կողմից հռչակագրի ստորագրման օրը կամ դրան զուգահեռ, այդ համաձայնագրի նախաստորագրումը նաեւ լրացնելով ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրը ազդարարեցին կամ արձանագրեցին խաղաղության հաստատումը։ Այսինքն այն ինչ նպատակ ունի այդ մեծ հաշվով նպատակ ունի այդ համաձայնագիրը, այդ նպատակին նախաստորագրման հասել ենք եւ լիդերների հանդիպմամբ եւ հետագա հանդիպումներով կամ մինչ այդ ուրեմն եղած հանդիպումներով խաղաղությունը հաստատված է։ Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները վայելում ենք խաղաղությունը սահման եւ հələ տեսեք ինչեր են քննարկում ենք քաղաքացիությունների շփումներ, քննարկում ենք փոխադարձ այցելություններ էքսպերտների եւ լրագրողների, քննարկում ենք, չգիտեմ, սահմանին ինչ որ կոնտակտներ ժողովուրդների քաղաքացիների միջև եւ այլն եւ այլն։ Հուսամ, որ առաջիկա գործընթացները մեզ կբերեն նաեւ վերջնական ստորագրման եւ պարլամենտներում վավերացման։ Մենք համենայն դեպս Հայաստանի Հանրապետության կողմից ունենք այդ քաղաքական կամքը, գնում ենք այդ ճանապարհով, չենք տրվում որևէ պրովոկատիվ ուրեմն բաների, ուղերձների կամ խոսակցությունների եւ էլի կրկին հուսամ, որ մենք առաջիկայում կունենանք նաեւ համաձայնագրի ստորագրում, հետո կունենանք համաձայնագրի վավերացում։ Ես Ալբերտ Զուրաբյանս արդեն 2.5 տարի ծառայում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Կրտսեր Սերժան Զուրաբյանն է, Ալբերտո Հոքեբանը գիտությունների թեկնածու։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին երիտասարդ տղան զորակոչվել է բանակ, ծառայել ուսումնական զորամասերից մեկում որպես հետմասնագետ։ Խնդիր կար մասնագիտական գործունեությունը շարունակելու, ես մոտավորապես մի 10 տարի նվիրել էի մասնագիտական գործունեությանը։ Որոշեցի, որ պայմանագիր կնքեմ եւ համատեղեմ եւ գիտական գործունեությունը եւ ծառայությունը եւ կլինեմ իմ բնակավայրում, իմ ընտանիքի մոտ
Բացի այս առավելություններից ծրագիրը զինվորականներին նաև այլ հնարավորություններ է ընձեռում։ Ուսումնասիրեցի ծրագրի մանրամասները, հարցումներ կատարեցի այն անձնակազմից, որը արդեն 1.5 տարի այդ ծրագրով ծառայում էր, բողոքներ չէի լսում, բոլորը գոհ էին եւ աշխատավարձի առումով եւ պայմանների հետ նույնպես, որտեղ բոլորը հիմնականում իրենց բնակավայրի մոտ էին ծառայում, իրենց ընտանիքի մոտ, հարմար գրաֆիկով։ Այդ ամեն ինչը դրդեց նրան, որ հենց այս ծրագրով պայմանագիրը կնքեմ։ Երիտասարդ զինվորականը նաև ատեստավորման քննություններին է մասնակցել եւ ողջունում է նաև այս գործընթացը։ Ատեստավորման գործընթացը շատերին է դրդել, այլ ձև սկսեն վերաբերվել ծառայությանը, ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց ֆիզիկական ուժին, իրենց մասնագիտական պատրաստվածությանը, այսինքն դրական փոփոխությունները շատ են։ Իսկ ինչ վերաբերվում է սոցիալական կարգավիճակին, իհարկե սոցիալական կարգավիճակն էլ է փոխվել։ Ալբերտի հիմնական գործառույթները զորամասում բազմազան են՝ ստորաբաժանման կարգապահությունից մինչև փաստաթղթային աշխատանք։ Կրտսեր հրամանատարը շեշտում է, համազգեստի պատշաճ կրումը եւ արտաքին տեսքը մեծ ազդեցություն կարող են ունենալ ծառայողական կարգապահության ու մտածելակերպի փոփոխության վրա։ Ալբերտն անկեղծանում է, հոգեբանի մասնագիտությունն այսօր մեծապես օգնում է նաև ծառայության վայրում զինվորների հետ շփումներում։ Զինվորները ինձ շատ տարաբնույթ հարցերով են դիմում, ինչպես ծառայողական, այնպես էլ քաղաքացիական կյանքի հետ կապված, հետագա ուսման հետ կապված, ինչ ոլորտ ընտրեն, որտեղ աշխատեն, այդ բոլոր հարցերի շուրջ մենք զրույցներ ենք տանում, ժամանակահատված զրույցներ ենք տանում եւ հուսով եմ այդ ծառայությունից հետո իրենք այն խորհուրդները, որը ես եմ իրենց տվել, իրենք կկիրառեն։ Կրտսեր Սերժանտ Զուրաբյանը կարևորում է հրամանատար զինվոր առողջ հարաբերությունների հաստատումը, ինչը էապես դրական ազդեցություն է ունենում ծառայության արդյունավետության վրա։ Ես ավելի շատ հիմքը դնում եմ ընկերական հարաբերությունների վրա, որպես ավագ ընկեր, ով կարող է դժվարին իրավիճակում խորհուրդ տալ, ինչ-որ մի ձև առաջնորդել։ Գիտնական հոգեբան, զինվոր եւ հրամանատար Ալբերտ Զուրաբյանը խոստանում է, որ ոլորտում էլ հայտնվի կանի առավելագույնը Հայաստանի Հանրապետության հզորացման գործում։ Ես ջանք չեմ խնայելու, որպեսզի իմ ներդրում ունենամ բանակի շենացման, անձնակազմի լրապատրաստման գործընթացում։ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը 2024 թվականից փաստացի դադարեցված է։ Հանրապետության ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը ֆորմալ բնույթ է կրում, ասված է Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում։ Ըստ փաստաթղթի Վրաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իշխանությունը ճնշում է քաղաքասարակությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ ընդդիմության առաջնորդներին։ Ակնկալվում է, որ Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերին վիզային նոր մեխանիզմ կներդնի Վրաստանի իշխանության նկատմամբ ճնշումը մեծացնելու համար։ Միևնույն ժամանակ Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան եւ Մոլդովան վերջին 1 տարում եվրոինտեգրման ուղղությամբ նշանակալի բարեփոխումներ են իրականացրել։ Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտակոսի ձևակերպմամբ հաշվի առնելով որոշ թեկնածու երկրներում բարեփոխումների տեմպը, առաջիկա տարիներին Եվրամիության ընդլայնումը բավականին իրատեսական է։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը կեղծ եւ թշնամական է որակել հանրապետության հասցեին հնչող մեղադրանքները, միևնույն ժամանակ Բրյուսելին անվանել կողմնակալ, հակաժողովրդավարական, բևեռացնող եւ ապակառուցողական։ Կիևը բանակցություններ է վարում Բաքվի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրի շուրջ, հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։ Ձգտում ենք մեր երկրների միջև էներգետիկ ոլորտում ավելի սերտ համագործակցության, ընդգծել է Պաշտոնյան։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը եւ Ուկրաինան արդեն ստորագրել են Անդրբալկանյան միջանցքով ադրբեջանական գազի մատակարարման առաջին պայմանագիրը։ Գուսևը հույս է հայտնել, որ կխորացնեն հարաբերությունները նաեւ առևտրի, հումանիտար եւ կրթության ոլորտներում։ Հասկանում ենք, որ էներգետիկ անկախության եւ էներգաարդյունավետության հարցերում ունենք ընդհանուր շահեր կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ընդգծել է դիվանագետը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Բաքվին պատերազմի ընթացքում Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Համասը Իսրայելին է փոխանցել եւս 2 պատանդի աճուն, դրանք տեղափոխվել են Թել Ավիվ նույնականացման։ Նախկինում դեպքեր են եղել, երբ շարժման փոխանցած աճունները չեն պատկանել հոկտեմբերի 7-ին գերեվարված անձանց։ Գազայում հրադադարի ամերիկյան գործարքին համապատասխան Համասը պետք է վերադարձներ 28 պատանդի աճուն, մինչ այժմ վերադարձվել է 21-ը։ Պաղեստինյան շարժումը հայտարարել է, որ աշխատում է գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ, սակայն մարմինների մեծ մասը փլատակներում է, որոնց աշխատանքները բարդ են։ Դոնալդ Թրամփը
նախազգուշացրել է, եթե Համասը խախտի հրադադարի պայմանները, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները։ Դեմոկրատ 34-ամյա Զոհրան Մամդանին ձայների մեծամասնությամբ ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում։ CNN-ը գրում է, որ Մամդանին կդառնա Նյու Յորքի պատմության առաջին մուսուլման քաղաքապետը։ Նյու Յորքը կշարունակի մնալ ներգաղթյալների քաղաք, ներգաղթյալի ղեկավարությամբ հաղթանակից հետո հայտարարել է Մամդանին։ Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթել են նաև Վիրջինիայի եւ Նյու Ջերսիի ընտրություններում, հաջողության հասել Կալիֆոռնիայում։ Ակնկալվում է, որ կոնգրեսի հաջորդ ընտրություններում դեմոկրատները եւս 5 տեղ կստանան ներկայացուցիչների պալատում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները պարտվել են, քանի որ իր ազգանունը չի եղել քվեաթերթիկներում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե դեմոկրատ Զոհրան Մամդանին, որին Թրամփը բազմիցս անվանել է կոմունիստ, հաղթի քաղաքապետի առաջիկա ընտրությունում։ Սպիտակ տան ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Մամդանիի հաղթանակը տնտեսական եւ սոցիալական ողբերգություն կլինի Նյու Յորքի համար։ Իտալական արտադրության այս սարքավորումները շինարարական նյութերի նմուշների փորձարկումներ են իրականացնում։ Բիտումի մածուծիկության եւ բռնկման ջերմաստիճանի որոշում, ցեմենտի ամրություն, աղացվածքի մանրություն, գրունտի հոսունության սահմանի որոշում եւ մի շարք այլ ներմասնագիտական փորձարկումները նախկինում միայն մայրաքաղաքում էին իրականացվում։ Այժմ տեղի շինարարական կազմակերպությունները եւ անհատները որակի հավաստագիր կարող են ստանալ ավելի սեղմ ժամկետներում։ Ստացել ենք ասֆալտբետոնի նմուշներ, 3 նմուշ ենք ստացել, որպեսզի փորձարկման ենթարկենք եւ իր ֆիզիկա-մեխանիկական հատկությունները ստուգենք։ Հիմա արդեն ստուգել ենք նրանց միջնխատությունը եւ ջրահագեցվածությունը, տվյալ փուլում պետք է ստուգենք տեղաշարժման կայունությունը ասֆալտբետոնի։ Դրա համար նախ պետք է կեռները 1 ժամ պահպանվի 50 աստիճան ջերմաստիճան ջրում։ Դրա համար նախատեսված է այս սարքը, թերմոստատ կոչվում, որը հասնում է 50 աստիճանի եւ կայուն պահպանում է ջերմաստիճանը։ Կեռները 1 ժամ պահվելուց հետո արդեն փորձարկման ենք ենթարկելու։ Սարքավորումներով օժանդակ նյութերի զինվածությամբ լաբորատորիան չի զիջում եվրոպական նմանատիպ ձեռնարկություններին։ Այստեղ մարդկային գործոնը նվազագույնի է հասցված։ Այս սարքավորումով մենք փորձարկում ենք բետոնների կլինեն խորարարթիկներ, կլինեն գլաններ, այժմ խորարարթիկներ են տեղադրված, ջեր աթափանցելիության գործակիցը դրվում է սարքավորման վրա, ճնշումը կարգավորվում է եւ 72 ժամ պահելուց հետո հանվում է սարքավորումից, կոտրվում է եւ չափվում է ջրի բարձրությունը, ինչքան բարձրության մտավ տվյալ նմուշի մեջ եւ այդ արդյունքները համեմատելով ԳՕՍՏ-ի պահանջների հետ հաշվարկների միջոցով որոշում ենք տվյալ բետոնի ջրաթափանցելիության աստիճանը։ Փորձաքննությունն անցնելուց հետո տրվում է համապատասխան արձանագրություն, որի դրական պատասխանի հիման վրա հայտատուն շարունակում է շինարարական աշխատանքը, իսկ բացասական եզրակացության դեպքում վերացնում թերությունները։ Սյունիքում այս հաստատության առկայությունը թեթևացնում է ոլորտի պատասխանատուների գործը, տեսչական ստուգման պահանջները բավարարելու համար այլևս մայրաքաղաք հասնելու կարիք չկա։ Վիկայի ավտոմատ սարքով որոշում ենք ցեմենտի կապակցման ժամկետները, կապակցման սկիզբը եւ վերջը։ Արդեն նախորոք նորմալ թանձրությամբ ցեմենտի նմուշը տեղադրում ենք Վիկայի ավտոմատ ապարատի մեջ, տալիս ենք իր բոլոր կարգավորումները ու միացնում ենք աշխատանքը իր։ 10 րոպե մեկ ասեղը իջնում է ներքև ու գրանցում է իր արդյունքները։ Կապակցման սկիզբը որոշելուց հետո արդեն որոշում ենք կապակցման ավարտը ու ստանում ենք մեր ցեմենտի տվյալները։ Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել հավատագրման ոլորտը, ցանկում ներառելով շինարարական այլ արտադրանքների որակի ստուգման ծառայություններ ևս։ Հիմա իրականացնելու ենք բիտումի փորձարկում, բիտումի մարկայավորոշումի եղանակով, փորձ իրականացնելու ենք պենետրոմետր կոչվող սարքով, ասեղի ներթափանցման խորության որոշման մեթոդով։ Ասեղը բերում ենք բիտումի մակերևույթին հավասար, զուրայացնում ենք սանդղակը, մեզ պետք է նաև վայրկյանաչափ, սեղմում ենք ազատ արձակման կոճակը և 5 վայրկյան պահում ենք։ Իջացնում ենք սանդղակը,
Գրանցում ենք ցուցանիշ։ Փորձ կատարում ենք 3 անգամ 3 ասեղի շնորհիվ։ Աշխատողները բարբերաբար անցնում են դասընթացներ եւ ընթացքում նաեւ անցկացվում է ներքին աուդիտ։ Ներքին աուդիտի ընթացքում վեր է հանվում ինչ որ անհամապատասխանություններ եւ դրանց հիման վրա նաեւ լրացուցիչ ուղիչ գործողություններ իրականացվում։ Արդյունքների հավաստիության հետ կապված կարող եմ ասել, որ դրանք կախված են եւ աշխատողների վերապատրաստվածությունից եւ սարքավորումների ժամանակին տրամաչափարկումից եւ ամենակարևորը միջլաբորատոր համեմատություններից Բարբերաբար անցնում ենք միջլաբորատոր համեմատություններ եւ Հայաստանում գործող տարբեր լաբորատորիաների եւ միջազգային ճանաչված լաբորատորիաների հետ եւ ըստ նրանց հետ համեմատելով արդեն հասկանում ենք մեր արդյունքների հավաստիությունը։ Արդեն 1 տարի Կապանում գործող շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիան արդեն հասցրել է մշտական հայտատուների ձեռք բերել, ընդ որում ոչ միայն մարզից։ Մայրաքաղաքից բացի նման լաբորատորիա չկա Հայաստանում։ Այս նախաձեռնության շնորհիվ մարզում նաև աշխատատեղեր են ստեղծվել, հատկապես նեղ մասնագետներին տալով նոր հնարավորություններ։ Աստծուց խնդրում ենք իր օրհնությունը, որպեսզի այն մարդիկ, ովքեր դառը դատելով, չարչարվելով, բնության, քամու, անձրևի, արևի տակ կռիվ տալով ստեղծել են բերքը, խնդրում ենք Տիրոջից օրհնությունը, որպեսզի այդ բերքը մաքուր սրտով ճաշակեն եւ ի նպաստ բերեն հայրենիքի շենացմանը եւ ի վայելումն իրենց ընտանիքներին։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում կարտոֆիլի փառատոն է, Կարտոֆեստ։ Համայնքի տնտեսվարողների, մշակութային ու կրթական հաստատությունների կողմից տաղավարային ցուցադրություններով ներկայացված է կարտոֆիլը եւ կարտոֆիլի մասին ամեն ինչ։ Ուտեստներից մինչև տեղեկատվություն, ձեռագործ աշխատանքներ, թեմատիկ, գեղարվեստական եւ մշակութային լուծումներով։ Որպես այսօրվանից հուշանվեր, Գեղարքունիքի մարզային գրադարանը պատրաստել է այսպիսի նվերներ, կողմնացույց, որը միշտ ցույց է տալիս ճիշտ ուղղությունը, եւ այստեղ քարտեզի վրա կա գրված «Գտիր քո սերը այստեղ»։ Այն Գեղարքունիքի մարզային գրադարանն է։ Այսօրվա կարտոֆեստի փառատոնին Գանձակի երաժշտական դպրոցը որոշել են առանձնահատուկ խոհանոցով ներկայանալ։ Պատրաստել են կարտոֆիլի ծովի, կարտոֆիլի ծմուրաբա, կարտոֆիլի թթու, կարտոֆիլի հյութ, կարտոֆիլի կոնֆետներ ունեն, կարտոֆիլի չիչ, ունենք ամենահամեղ, ամենաքաղցր կարտոֆիլը Գանձակի բնութագրել ենք այդպես, տորթի տեսքով։ Սա լավ հնարավորություն է, որպեսզի սպառողները ուղիղ կապ ունենան եւ կարողանան անմիջապես արտադրողից առաջինը համտեսել եւ երկրորդը պատվիրել կարտոֆիլ եւ երրորդը մենք խթանում ենք զբոսաշրջային զարգացումը եւ բնակավայրերի համաչափ զարգացումը, որ ամրագրված է նաեւ մեր ընկամյա զարգացման ծրագրում։ Փառատոնին ներկա է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Նա շրջում է տաղավարներում, ծանոթանում ներկայացվող ցուցադրություններին, զրուցում մասնակիցների հետ եւ իհարկե ողջևորում նրանց։ Տաղավարներում ներկայացված են ամենամեծ կարտոֆիլը, կարտոֆիլով պատրաստված ամենատարբեր ու բազմազան կերակուրները։ Դրանք պատրաստվում են նաեւ տեղում։ Վառարանի վրա կարտոֆիլի պլեջն է պատրաստվում, կրակի վրա կարտոֆիլի կոտլետը, իսկ ծխացող աթարի մեջ եփվում է փռի կարտոֆիլը։ Այս ամենն ուղեկցվում է նաև տեղական այլ արտադրությամբ բնամթերքի ցուցադրությամբ։ Տեղում կատարվում են Գավառի փալխավայի, գաթայի, քյուֆտայի վարպետաց դասեր եւ պատրաստի ուտեստները մատուցվում մասնակիցներին։ Իսկ այս ամենին տոնական ու բարձր տրամադրություն են հաղորդում Գավառ համայնքի մշակութային հաստատությունների կողմից ներկայացվող ավանդական երգն ու պարը։
Փառատոնը հարթակ է նաև ձեռներեցների, տնտեսվարողների ու սպառողների հանդիպման առումով, նշում են կազմակերպիչները։ Սա հնարավորություն է հանդես գալու սեփական արտադրանքով ու առաջարկություններով։ Մենք այս միջոցառման փորձում ենք ցույց տալ, որ Գավառը ոչ միայն աշխատասեր, այլ նաև ստեղծարար մարդկանց համայնք է։ Մենք այստեղ ձեռք ենք բերում վստահություն, նոր կապեր եւ համանքային համագործակցություն, որն էլ հաջողության խորհրդանիշն է։ Բացի տեղացիներից փառատոնի մասնակիցներ են նաև մայրաքաղաքից հյուրեր եւ զբոսաշրջիկներ։ Նրանք վայելում են օրը, համտեսում ուտեստները, ծանոթանում ներկայացվող ապրանքներին, ամբողջացնելով Գավառի կոլորիտն ու օրվա խորհուրդը։ Я приехал из России, из Геленджика города. Ես եկել եմ Ռուսաստանի Գելենջիկ քաղաքից, ծնունդով Դաղստանից եմ։ Ընկերոջս Դավիթին հյուր եմ եկել։ Առաջին անգամ եմ Գավառում։ Այստեղ մարդիկ բարի են եւ հյուրասեր։ Այսպիսի ընդունելություն ես չէի տեսել եւ չէի պատկերացնում։ Я таких еще не видел. Առաջի անգամ եմ մասնակցում Գավառում եւ ընդհանրապես Գարքունիքի մարզում նման միջոցառումներին, շատ ուրախ եմ, շատ լավ է, շատ հետաքրքիր է կազմակերպված միջոցառումը եւ համտեսեցի բոլոր տարբեր այստեղ ներկայացված ուտեստները։ Տեսնում եմ, որ շատ համայնքներ են ներկայացված, վարչական շրջաններ, ամեն մեկը իր մշակութային եւ ուտեսային ինչ-որ յուրահատկությամբ։ Իմ համար շատ նոր էր, ես չէի պատկերացնում, որ տենց պարզ մթերքից կամ ուտելիքից ոնց որ կարտոֆիլը կարելի այդքան հետաքրքիր բազմազան բաներ պատրաստել, շատ հետաքրքիր էր։ Օրն ամփոփվում է մրցանակաբաշխությամբ։ Շնորհակալագրեր են ստանում տաղավարային ցուցադրություններով ներկայացած մասնակիցները։ Հավաստագրերի են արժանանում հատուկ անվանակարգերում լավագույն ճանաչվածները։ Իսկ խորհրդանշական հուշանվերները Գավառ համայնքի մշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներն են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է պայքարը բնակչության մոտ ապօրինի պահվող զենգզինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենգզինամթերքը թողնում են Ուբարաշենի գերեզմանատան դարպասի մոտ։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, հակատանկային նռնակ, 2 ատրճանակ, 3 նռնակ պայթուցիչներով, երկփողանի 2 հրացան, ինքնաձիգի 3 պայստատուփ, տարբեր տրամաչափի 381 փամփուշտ եւ հակաօդային պաշտպանության իգլա համակարգի բաղադրիչ մասեր։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նոր Երզնկա գյուղ տանող ավտոճանապարհին Սպիտակ պարկի մեջ թողել է զենգզինամթերք։ Հայտնաբերվել է Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, Մակարով տեսակի ատրճանակ լիցքավորված 4 փամփուշտով, 1 թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, մարտական 4 նռնակ եւ 240 փամփուշտ։ Արդյունավետ էր նաև քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքը։ Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լճաշենի Բերդի տակ կոչվող հատվածում պատի տակ թողել է զենգզինամթերք։ Հայտնաբերվել է 2 պարկ, որոնց մեջ կար Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, որսորդական 1 հրացան, 2 ատրճանակ, մարտական 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 3 պայստատուփ, ընդհանուր 59 փամփուշտներով եւ տարբեր տրամաչափի 129 փամփուշտ։ Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզի 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենգզինամթերքը թողել է Վանաձորում Ուռենու տակ։ Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, ակոսափող հրացան, մարտական 3 ատրճանակ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, 4 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 113 փամփուշտ։ Նույն օրը նույն ծառայություն զանգահարած մի քաղաքացի էլ հայտնել է, որ պատերազմից բերած զենգզինամթերքը թողել է Գյումրի Հացիկ ճանապարհի Պարսպի վերջնամասում։ Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, 30 փամփուշտով լիցքավորված պահունակ, 5 նռնակ 3 պայթուցիչով եւ փամփուշտներ։ Հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենգզինամթերքը թողել է Գետապ գյուղի վերջնամասում։ Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնից մեկնած խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական 1 հրացան եւ տարբեր տրամաչափի 31 փամփուշտ։
Հոկտեմբերի 30-ին Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչություն զանգարած քաղաքացին հայտնել է, որ Իջևանում Չրչր կոչվող հայտնի տարածքում թողել է զենգզինամթերք։ Քերեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են 1 ինքնաձիգ, 6 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, ականանետ, ակոսափող մարտական 2 հրազեն, 1 փողանի ողորկափող հրացան, ինքնաշեն հրացան, վառոդ, 1 նռնակ պայթուցիչով, ինքնաձիգի 6 փամփշտատուփ, 202 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քերեական պատասխանատվությունից։